Ասեմ, որ դատարանը սխալ էր։ Սրբազանին վաղուց պետք է բաց թողնեին։ Ազատ արձակեին։ Այո։ Հետևում եք դատական այդ պրոցեսին։ Ոչ լրիվ։ Ինձ թվում է ազատազրկում կլինի։ Բայց էլի եմ ասում, դա սխալ է։ Մոտավորապես քանի տարով կազատազրկեն ըստ ձեզ։ 1 տարով։ Սրբազանին պետք է պաշտել։ Մեղավոր ճանաչեց 3 դատարանը Սրբազանին, ինչ կասեք։ Իմ կարծիքով սխալ է։ Ասում արդե կարելի, պես բղծություն չէինք տեսել։ 3 դատարանը նրան մեղավոր ճանաչեց եւ այն հոդվածը, որով մեղադրվում է Սրբազանը, տուգանքից մինչեւ 5 տարվա ազատազրկում է նախատեսում, ըստ ձեզ ինչ պատժաչափ կորոշի։ Ակնհայտ է քաղաքական ինչ-որ հիմունքներ կա, չեմ կարծում խոսքի ազատությունը Հայաստան կամ այլ երկրներում պետք է որևէ ձևի չթողնեն մարդիկ խոսանել, այսպես որևէ ձևի սեղմեն մարդկանց կամ ճնշեն։ Նախ չպետք է ցերպակալեն, այդ նսեմացումը արդեն էլի պարզ է, որովհետև այդ ճնշումը մարդկանց դեմ է, որ վախենան։ Պարզ բան կա, թողեք տունը, եթե դատական պրոցես կա, ենթադրենք, չէ։ Թողեք տունը, մարդիկ գործ են, զգուշացրեք, որ երկրից դուրս չկան, որ գործ են տանում, դատի օրը կանչեք հարգանքով, եթե պատիժ կա, տվեք պատիժը։ Դա ինչ է նշանակում 2 ամիս, մի տարի, 6 ամիս պահեք, կարող է հետո մեղավոր չճան, հիմարություն, ես որ տարն է։ Ինչի հենց Սրբազանը ըստ Դե մենակ Սրբազանը չէ, իհարկե Սրբազանը երևի ավելի վառը կխոսա, ավելի մտքի փայլը ավելի ուժեղ է, դրա համար այդ լույսն է պետք մի քիչ խավարեցնել երևի։ Քանի մեղավոր չկա, հանցագործություն չկա։ Այդքան բան պարզ է ամեն ինչ շատ։ Այսինքն դուժող չկա, արյուն չի թափվի, զենք չկա, կողոպույտ չկա, ոչ դուժող չկա։ Այդ սկզբունքից պետք է սկսել։ Ընդհանուր առմամբ, դատական ընդհանուր ամեն ինչը, եթե դուժող կա, բողոք կա, կարելի է նաև։ Փաստացի ոչ մի բան չկա։ չկա։ Սրբազանի պարագայում չեք տեսնում դուք ոչ մի բան, հակառակ, էլի կարծիք է, մեկ շարժում է, մեկ ուրիշ շարժում կա, մարդիկ պետք է խոսան, դիսկուսիա եղնի, դրանից հետո մարդիկ կողմնորոշեն, ինչ ուղղությամբ կերտան։ Բայց ավելի լավ կլիներ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեին ու արդայդեն իրանց միտքը։ Ինձ թվում է վախենում են շատերը արդայդեն, որովե պատճառով, կարող է աշխատանք է, կարող է ինչ-որ վրեժը նման բան։ Նկատում եք, դուք եք նկատում, որ Սրբազանը։ Դե նկատել, որ եկեք ճիշտ խոսանք, ակնհայտ է, միշտ էլ եղել է, միշտ էլ եղել է։ Սովետական ժառանգություն է երևի կամ ինչ-որ օլիգարխիկ համակարգ, կարևոր չէ, բայց ակնհայտ է։ Պատիժ կսահմանեն Սրբազանին։ Դե մենք ով ենք, որ կարողանանք հիմա եզրակացնենք։ Ամեն դեպքում խղճերը թող աշխատի, կարողանան հավատքով ընտանան ու նայեն դիմացը ով է։ Կամ բանել է երևի։ Մեղավոր է ըստ ձեզ Սրբազանը։ Որ կսեք Սրբազան, էլ պետք չէ սել մեղավոր։ Բայց դա ամեն դեպքում մարդ է, բայց այդ հարցում, որ հարցով որ իրան դատապարտում են, ոչ։ Սպասում եք, որ, չգիտեմ, այդ վերձիկտը հա պիտի լիներ ընթերցվեր դատավորի կողմից։ Իհարկե սպասում ենք։ Արդեն իսկ երբ որ Միքայել Սրբազանին ձերբակալեցին, ակնհայտ էր որ անօրինական էր։ Իրենց ամբողջ ձեռագիրը ցույց էր տալիս, որ այս մարդը խանգարում է իրենց։ Այս մարդը ու այս մարդու տեսակը այնպեսի մարդ է, որ խանգարում է։ Կոկորտերի փուշ է այդ մարդկանց համար։ Այսինքն բոլոր նրանց համար, ովքեր որ անկախ նրանից թե ինչպիսի հանգամանքներում, ինչպիսի միջոցառումներով եւ ինչպիսի ձեռագրերով հայրենադավներ են, հայրենական կյանքի քայքայողներ են, այդպիսիների համար Միքայել Սրբազանը կոկորտի փուշ է։ Գրեթե 3 ամիս Շիրակի թեմը հա առանց թեմի առաջնորդի դուք նաև պահանա, դա ինչ ազդեցություն է ունենում։ Շիրակի թեմը առանց թեմի առաջնորդի չէ։ Այսպես ասենք։ Շատ հաճախ պատահում է կյանքում տարբեր հարաբերություններում էլ ֆիզիկական բացակայությունը բացակայություն չի նշանակում։ Որովհետև Շիրակի թեմի առաջնորդը Շիրակի թեմի թե ծառայող հոգևորականների շրջանակում եւ թե հավատացյալ ժողովրդի շրջանակում
այնպեսի մի մնայուն սրտերի մեջ տեղ ունի հարգանք, խոնարհում իր հանդեպ։ Այնպեսի իր հանդեպ զգաստություն է մարդը ապահով է ժամանակին, որ իր ֆիզիկական բացակայությունն անգամ միևնույնն է չի խանգարում, որ իր հոգևոր ներկայությունը թեմա առաջնորդի, այնպես ինչպես որ առաջնորդում էր ֆիզիկական ներկայությամբ։